որ մարդիկ ինձ առաջ հարց են դնում, ասում են կոռուպցիոներները, թալանածները երկիրը ինչի պատասխանատվություն չեն կրում։ Եվ ես մարդկանց մինչ բացատրում եմ, ասում եմ, գիտեք, դատական, իրավական համակարգը, չգիտեմ ես, չգիտեմ են, օրենսգրքի ինչ հոդվածի երկրորդ պարբերության 6-րդ տողում սենց բան ա գրած, մարդիկ ասում են, ձեռ ես առնում ես ոնց որ։ Եվ այդ հարցը այնքան է սրվել քարոզարշավի ընթացքում, որ ես ստիպված եմ եղել եզրափակիչ մեր հանրահավաքը 35-40 հազար մարդու ներկայությամբ դա ձևակերպել որպես օրակարգ եւ մարդկանց էլ ասել են, «Էսա գնացեք, սրա օգտին քվեարկեք»։ Իրավապահ համակարգը, ել եմ ասում, անկախ ումից իրավապահ համակարգը կարա անկախ լինի կառավարությունից եւ անկախ ազգային ժողովից, բայց պետությունից ու ժողովրդից չի կարա անկախ լինի։ Եվ պետքա պետության եւ ժողովրդի շահերին ծառայի։ Եվ պետքա ծառայի։ Ինչ վերաբերում դուք ինձ ասում եք դատում եք ժամկետը անցած։ Ես կներեք, ես մանրամասները չգիտեմ, բայց մի րոպե կներեք։ Ես դժվար եմ պատկերացնում, ես չեմ կարող հավատամ, որ մեր իրավապահ քննչական մարմինները եւ դատախազությունը եւ օպերատիվ մարմինները ում պրոֆեսիոնալիզմը ես գիտեմ, կարող են այդպիսի բան անել։ Ոնց կարա տենց բան լինի։ Ինչ։ Իրանց ում։ Ես քիչ առաջ շնորհակալություն հայտնեցի այն մարդկան։ Եկեք իսկապես դուք ավարտեք, որ ես հարցնեմ։ Այո, ես խոսում եմ օրինակ նախկին գլխավոր դատախազի մասին։ Ես խոսում եմ ԱԾ-ի նախկին ղեկավար կազմի մասին, որ դուս են եկի հայտարարություններ են անում։ Եվ ես իմանալով մեր այսօրվա եւ որպես ոչ որպես վարչապետ, որպես քաղաքացի, մեկը այն քաղաքացիներից, որ կանգնած է եղել հանրապետության հրապարակում, ես էլի շնորհակալություն հայտնեցի մեր դատաիրավական համակարգի բոլոր այն ներկայացուցիչներին, ովքեր ի վերջո այս բացահայտումները արել են։ Ես չեմ կարող հավատամ, ես բացառում եմ ուղղակի, ես չգիտեմ, դա իմ գործը չի բան անել, իրավական անալիզի ենթարկել, բայց ես չեմ կարող դրան հավատամ, դա բացառված է, որ չգիտեմ, անիրավաչափ հիմքերով իրանք որևէ բան անեն։ Դա պարզապես բացառված է։ Եվ էլի, բայց էլի ուզում եմ ասեմ, ի վերջո այդ թվում դուք, ի վերջո վերաբերմունք ձևավորեք։ Այսինքն ձեզ համար նորմալ է, որ մարդ կարա գա երկրի ղեկավարի պաշտոնում 10 տարի աշխատի եւ դառնա միլիոնատեր դոլարային, ձեզ համար դա նորմալ է։ Ասեք, որ նորմալ է ձեզ համար։ Ասեք, որ նորմալ է։ Գրեք, բարձրաձայնեք, մի բան արեք, այսինքն դրանով ինչ անում եք, բայց այդ նյուանսն է փաստողեք։ Գրեք ձեր լրատվամիջոցներում, որ այո, ինչպես են ազնիվ վաստակը Ռոբերտ Քոչարյանի, չէ՞ որ նրանք Հենրի Ֆորդից էլ տաղանդավոր բիզնեսմեն են, նույնիսկ Հենրի Ֆորդը ասում էր, ինձ մի հարցրեք առաջին 1 միլիոնը որտեղից մնացածի հաշվետվությունը ես ձեզ կտամ, այս մեր սուպեր բիզնեսմեններն ասում են, մեզ մի հարցրեք։ Դա նորմալ է։ Եթե նորմալ է, բայց խի միլիոնատեր չեմ ժողովուրդ։ Այ եկեք հիմա անդրադառնանք այն, որ գրում էիք, որ չգիտեմ, կամ կներեք, ով որ գրում էր, որ ես Ֆրանսիայում առանձնատուն ունեմ, որ Աննան Կանադայում առանձնատուն ունի, որ չգիտեմ որտեղ ինչ ունեմ, այդ ամեն ինչը գիտեք ինչի համար է։ Դրա հեղինակն էլ էին իրանք, ցույց տալով, որ դա նորմալ է, որ գալիս է այստեղ հայտնվում ես, պետք է սկսես միլիոնատեր դառնալ, որ դա նորմալ չի։ Եվ չի լինելու այդպես։ Ինչ վերաբերում է այն քաղաքացիներին, որոնց մասին դուք ասացիք, ես մեկ ընդմիշտ ասել եմ, Հայաստանի քաղաքացիները, եթե համարում են, որ սխալ է տեղի ունենում եւ պետքա կանգնեցնեն, իրանք իրավունք ունեն հեղափոխություն անեն։ Ունեն այդ իրավունքը։ Թող հանուն Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի, Գագիկ Ծառուկյանի եւ մյուսների
Կալուգացի օլիգարխի եւ Սերժ Սարգսյանի վաստակած ազնիվ վաստակի համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, եթե համարում են, որ պետք է պաշտպանեն նրանց ազնիվ վաստակը, թող դուրս գան փողոցներ եւ պաշտպանեն ամենայն հարգանքով եւ լրջությամբ եմ ասում, մեզ էլ հեղափոխությամբ հեռացնեն իշխանությունից, բերեն իրանց սիրելի եւ ազնվագույն Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին, բերեն տեղավորեն այս կառավարման շենքերում, մեզ էլ թող տանեն Հանրապետության հրապարակում կախաղան անեն։